Ես Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն եմ, Վարդանյան Վարդենիկ։ Տիկին Վարդանյան, հիմա ինչ է կատարվում, ինչի համար եք հավաքվել այստեղ։ Այստեղ հավաքվել ենք, այստեղ է ներկայանալու մեր պարոն մարզպետը եւ իր թիմակիցները, եկել են այստեղ քարոզարշավին ընդհանրապես մասնակցություն ունենալու, դիմավորելու մեր մարզպետին եւ մեր թիմակիցներին այսպես։ Տեսնում ենք, որ ես եմ որպես գյուղի համայնքի ներկայացուցիչ, ես նույնպես եւ այստեղ նաեւ ուսուցիչներ կան, եկել ենք այս հավաքին մասնակցություն ունենալու։ Բացի ուսուցիչներից դնում եք նաև ծնողներ, աշակերտներ, աշակերտներ դպրոցից ասվել է, որ պետք է ներկայանան Հավուր Պաչաճի մարզպետին դիմավորելու համար։ Աշակերտներին, ծնողներին, կոլեկտիվին։ Ոչ բոլորը հայտարարությունով են եկել։ Իսկ ուսուցիչներին։ Ուսուցիչներին ես ընդհանրապես որպես մեր լիազոր մարմնի ներկայացուցիչ հրավիրել եմ, որ գան այստեղ անդադ հարցեր է լինում, որպեսզի մարզպետին հանդիպեն եւ իրենց ունեցած հարցերը փոխանցեն մարզպետին։ Դրա համար հրավիրել եմ, որ ուսուցիչները ներկա գտնվեն։ Ասացին քիչ առաջ խոսում ենք, ասացին տնօրենը 12:49 է ասել ժամը, որ ներողություն 11:40 եք ասել։ Չեմ որ այստեղ կան բոլորով հավաքվենք, տեսնենք ինչ հարցեր ունենք, մեր հարցերը դիմենք մեր մարզպետին հարցերով։ Համացանցում նաև տարածվել է ձայնագրությունը ծնողներից կամ ուսուցիչներից մեկն է տրամադրել, քիչ առաջ հրապարակվեց այդ ձայնագրությունը, որտեղ դուք ասում եք, որ 11:40 եք այստեղ, նաև միջոցառում է լինելու, որ ներկա լինեն, նաև այստեղ ասում է, որ կոչ են արել, որ նաև ծնողները եւ աշակերտները գան, որպեսզի ներկայություն լինի, ինչպես կմեկնաբանեք սա։ Ես նման հայտարարություն չեմ արել ծնողների, աշակերտների, ես ընդհանրապես մեր ուսուցչական կազմին եմ հրավիրել, քանի որ բազմիցս եղել են հարցեր, որ ցանկացել են մարզպետի հետ հանդիպում ունենալու, ասել եմ դրա համար ասել եմ եկեք այստեղ այս պահին լինելու է այստեղ եւ եթե ունենք հարցեր, ունենք ինչ որ թեմաներ քննարկելու, եկեք այստեղ պարոն մարզպետին կհանդիպենք, քանի որ մեր լիազոր ներկայացուցիչն է եւ մեր հարցերը կուղենք մեր հարգելի մարզպետին։ Այսինքն դուք չեք համարում, որ սա ուղղորդում է, որ ներկա լինենք քարոզարշավին։ Ոչ, ուղղորդում չէ, սա ուղղակի այսպես հանդիպում մեր մարզպետի հետ։ Եվ նաև ասում եք պարզապես հարցեր ուղղելու, բայց տեսնում ենք, որ շապիկներ են հագին, ուսուցիչների նաև, որ ուսուցիչների հագին։ Այնտեղ, եկեք միասին մոտենանք, որի վրա գրած է ԿՊ-ի լոգոն է, սրտիկը խաղաղությունը։ Եթե ուղղակի չեզոք հավաքը ինչպես է ստացել, որ շապիկով են եկել, եւ այստեղ իրենց դասական դասարանի եկեք ես ցույց տամ։ Երեխա է, ու են։ Չկա շապիկով ուսուցիչ։ Մեր ուսուցիչներից եկել են Իմիջայլոց այս իշխանության ժամանակ էլ ընդունվել են աշխատանքի, եկել են իրենց շնորհակալական խոսք ասել։ Այն սպիտակ շապիկով կանգնած ուսուցիչ չէ։ Ուսուցիչներն հարցրել։ Բայց ձեր ուսուցիչներից է, չէ։ Մեր ուսուցիչներից չէ։ Սպիտակ շապիկովը ձեր ուսուցիչ։ Մեր ուսուցիչներից չէ։ Որ այստեղ ասացին դա դասական դասարանից է։ Հապել են ձեզ։ Ձեզ հապել են։ Ով է ինքը, ճանաչում եք, բայց իրեն ով է։ Սպիտակ շապիկ։ Որ դպրոցից եք։ Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցից։ Ձեր անունը։ Ես Աննա Կարապետյանն եմ։ Ուսուցչուհի։ Այո, ուսուցչուհի եմ եւ որ առարկա չեմ կարող չնկատել Հայաստանում մեծ բարեփոխումները եւ չկանգնել մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին, որովհետեւ ուղղակի աննկարագրելի առաջընթաց եմ տեսնում Հայաստանի ընթացքի մեջ։ Ձեր դասարանի աշակերտները տեսավ եղան, տեսանք, ասում են մեր դասղեկն է եկել, ոնց է եղել, ասում են նաև Viber խմբերով ասել են, որ երեխաներն կան Հավուր Պաչաճի դիմավորեն, դուք ոնց եք ասում։ Ոչ մեկին հատուկ ստիպողաբար ոչինչ չի եղել, բոլորը Հայաստանի Հանրապետության բնակիչներ, ովքեր ցանկանում են։ Այսինքն միայն տեղեկացրել եք, թողել եք իրենց հայեցողությանը։ Միայն տեղեկացնում եմ, եկես որ նպատակ ունենք նաև եկեղեցի գնալու։ Չէ, նկատում եմ տնօրենը ասաց, որ ուսուցիչներին ասել է, որ ներկա լինեն։ Գիտեք, սա այնպեսի բան է, որ ուղղակի որպես բնակիչ, եթե ցանկություն ունեն կգան, եթե ոչ որևէ մեկին ստիպողաբար այստեղ ոչ մեկ չի բերում, ովքեր աջակցում են, գալիս են, ներկա են լինում, լսում են պետության խոսքը, ովքեր ոչ որևէ մեկին, որևէ մեկը չի կարող ասել, որ ստիպողաբար այստեղ բերել են։ Ամեն դեպքում ինչպես այդ երևույթին, հա, առասարակ, որ քարոզարշավը եւ երեխաներին ուսուցիչներին ասում են եկեք ներկայացեք, նաև համերգային ծրագիր է լինում։ Քարոզարշավանում են։ Բոլորին օրինակ ձեզ ասում են գնացեք ներկայացեք։ Որևէ մեկին ստիպողաբար այստեղ չեն բերում։ Բոլորն էլ կարող են սա վկայել, եթե ցանկություն ունեն գալիս են, չէ։ Ինձ էլ որևէ մեկը չի ստիպել։ Ես իմ կամոք եկել եմ
այստեղ կանգնել եմ, ուզում եմ լսել իմ պետական մարմինների խոսքը, քարոզարշավից ներկա լինեմ։ Իսկ շապիկը ո՞նց է։ Իսկ շապիկը ես ձեռք եմ բերել, խնդրել որ ինձ տրամադրեն, քանի որ ես իսկապես աջակից եմ։ Ուղղակի ստիպողաբար կամ որևէ այլ միջոց ձեռք չի առնում է։ Քանի որ մենք ապրում ենք այնպիսի պետությունում, որ շատ ազատ է խոսքի եւ գործունեության, այնպես որ որևէ մեկը որևէ մեկին բոլորս գիտենք, արդեն մեր պետության մեջ ստիպողաբար ոչինչ չի անում։ Ներողություն, բյուրականում ընդամենը մեկ դպրոց է։ Այո, 2 դպրոց մյուսը արտադրի տարածքում։ Չէ, կոնկրետ բյուրականում։ Բյուրականում մեկ։ Դուք դպրոցի ուսուցչուհի եք, գործող հասնեք այս պահին գործ։ Գործը։ Պարզապես տնօրենը ձեզ չճանաչեց։ Հնարավոր չի, երևի ուրիշին եք ցույց։ Չէ, հենց ձեզ չճանաչեց եւ բացարձակապես չի կարող շապիկով ինչ որ մեկը գալ ուսուցիչ։ Շապիկով միգուցե ինքն Հենց նոր ասաց։ Ես ուղակի աջակից եմ սիրով մասնակցում եմ։ Խնդրում եմ ոչ մի սադրանք։ Սադրանքի բան չկա, ընդհանրապես ճշտող հարց է։ Սա ճշտող հարց է, թե ինչ սադրանքներ։ Դուք տնօրենն ասում չեմ ճանաչում, ես էլ հարց եմ տալիս։ Սադրանքներ չներկայացնել, եթե կտակ անպայման։ Չէ, ներողություն, եթե տնօրենը ասում է չեմ ճանաչում, չհարցնեմ ձեզ։ Այսքանն է։ Չհարցնեմ։ Միգուցե ուրիշին եք ցույց տվել։ Չէ, ձեզ եմ հենց ցույց տվել։ Հիմա ի՞նչ է ձեր ասածը։ Ուզում եի հասկանալ հաստատ դպրոցի Հիմա ուսուցիչ ես եք։ խնդրում եմ։ Կարող ենք միասին մոտենալ, որ խնդիր չլինի։ Խնդիր երբեք չի լինի, եթե դուք չուզենաք սադրանքներ։ Սադրանքի բացարձակ ես Վերջ, գիտեմ։ այսքանը։ Նկատնում եմ հիմա մոտենակ տնօրենին, տեսնենք ճանաչում է։ Լավ, ես նկարը տանեմ ցույց տամ։ Այստեղ կանգնած են 10-ից 15 ուսուցիչ, ովքեր այս իշխանության ժամանակ են ընդունել աշխատանքի, առանց որևէ կոպեկ տալու որևէ մեկին։ Այդ թվում դուք։ Ինչ։ Դուք եք։ Եվ ես, այո, եւ ես։ Նախկինում բոլոր ուսուցիչներն ու տնօրենները հազարավոր դոլարներ էին տալի աշխատանքի անցնելու համար։ Իսկ այսօր այս մարդիկ ընդունվել են, եւ եկել են այստեղ կանգնում են, հիմա ասում են ես շնորհակալական խոսքը այստեղ իշխանության։ Դուք 2015-ից հետո եք ընդունվել այս։ Ես 36 տարի ես այդ դպրոցում եմ աշխատում։ Իսկ դպրոցում, լսեք, իսկ դպրոցում այնպիսի բարքեր էր, որ քրեա օլիգարխիկ իշխանությունն էր, քրեական տարը ղեկավարում էր դպրոցը եւ ամբողջ գյուղը։ Այս ամենը ես խնդրում եմ, որ դուք ներկայացնեք ձեր լրատվականը։ Իհարկե։ Շնորհակալ ենք շատ։ Մենք ենք շնորհակալ ես դրա վերաբերյալ։